հասկանում, եթե նրանք վարչապետի հրաժարականը չպահանջեն, իշխանությանը չքննադատեին, դուք այս հարցը առաջ չեք երբ էին պահանջել։ 21-ին չէ, ավելի շուտ, պատերազմից հետո։ Հիմա որ թիվն է։ Բա հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Հիմա ինչ եղավ, պարոն Սիմոնյան։ Ասացի արդեն, շուտ ջան, քանի անգամ։ Դե դուք ասում եք, Բագրատ Սրբազանի ակցիաներն եք, որն էլ անցած տարի էր եղել, այսինքն ինչ սկզբից ասածս չլսեցի։ Ասացիք Աջապահյանի հայտարարությունը։ Չէ, ասացի, որ մարդիկ մտնում են մի դաշտ եւ փորձում են այնտեղ լինել եկեղեցականներ որոշ, եկեղեցին ունի բազմաթիվ պարկեշտ եւ հարգանքի արժանի մարդիկ հենց ներսում։ Ես այդ մարդկանց անունները, եթե պետք է լինի, կբարձրաձայնեմ, թող պատասխանեմ, հարցս տվեք, մի ընդհատի, թող պատասխանեմ։ Երկրորդը, տարանջատեք եկեղեցին եւ հայ առաքելական սուրբ եկեղեցում ծվարած որոշ բիզնեսմեններին եւ որոշ եկեղեցական կանոնները խախտած մարդկանց, դրանք տարբեր բան են, այսօր շատ դրատվականներ գրում են հայ առաքելական եկեղեցու դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, ես եւ իմ բոլոր ընկերները առաջինն են կանգնած այդ որպես պաշտպան անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը իդեպ մեղ կա անհատը ու եկեղեցին են տարբեր բաներ են ինչ որ մարդիկ ասում են ես ինչ մարդուն չեմ թողնելու եկեղեցի դու ով ես որ հայ առաքելական եկեղեցու հետևորդին չթողես մտնի ինքը եկեղեցի դու ծառա ես իրանք սուս մնա չկգնամ հենց հիմա եթե մյուս անգամ ընդհատեցիր այդ մարդիկ ծառաներ են իրանք պետքա ծառայեն այն մարդկանց ովքեր որ հավատացել իրանք ծառայեն ծառայից բացի իրանք ոչ մեկ են անկախ նրանից թե հաշիվներին ինչքան փող ունեն Երևանի կենտրոնում Էջմիածնում ինչքան գույք ունեն իշխանության մասին շատ բան են ասում այսօր իշխանության դեմ մի այլ կարգի պատերազմ է գնում այդ պատերազմը հիբրիդային ավելի է շատանալու հիմա չես ընդհատում այլևս քվարցերին չեմ պատասխանելու այո ասում են եւ ես եւ վարչապետը եւ մյուսները երբ որ ասում են որ մենք ինչ որտեղ վիլլա ունենք շենքեր ենք կառուցում գնում ենք այդ ամեն ինչի հետևից եւ ի ցույց ենք դնում որ դա հերթական սուտն է եւ կոչ եմ անում շարունակել յուրաքանչյուր այն մարդը որ տենց բան ասելու ես վստահեցնում եմ գալու ենք այդ մարդկանց հետևից ձեր հետ լրագրողների հետ Պարոն Սիմոնյան, հիմա Փաշինյանը ամեն օր պետք է գրառում անի, լավ, բայց երկուսով ես չեմ կարող։ Արմատաձգելի է պետք է պարզաբանի, ամեն օր այդ հարցադրումը պիտի հնչի եւ չկա պարզաբանում։ Ինչ է հետևելու, ինչ է կանելու հետո։ Հետ է ասում, մի հատ հասկանանք այդ մարդիկ բացի ինչ է կանելու։ Դե կպատասխանեն ինձ թվում է, եթե իրանք չպատասխանեն, կարծում եմ մենք կպատասխանենք։ Չգիտեմ։ Ինչ դրսև, այսինքն կաթողիկոսին կստիպեք ճնշումներով հանրային հրաժարական տալ դուրս գալ, որովհետև ասում են, որ ձեր հեռահար նպատակը հենց օրենսդրական փոփոխություն անել կաթողիկոսին հեռացնել։ Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտը այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը։ Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա, եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց է, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ինչ պետք է անեմ, ինքը բա ինչ պետք է անի ուզում հասկանամ։ Կարակուսակցություն բացի, դու կգա գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դրա ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։ Անգլիայի թագավորներից մեկը դրա պատճառով հեռացել է, էլի մարդիկ են հեռացել հայտնի մարդիկ, բայց ինչ պետք է հեռանա։ Էլի խնդրում եմ պարոն Սիմոնյան։ Մի հարց։ Ասա կարողա։ Այս արշավը ուղիղ կապ ունի, այսպես շատ զուգահեռ սկսվեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, երբ մեղադրեց հայրաքելական եկեղեցուն, Էջմիածինը գրեթե համարեց այսպես իրենց հոգևոր կենտրոն, եւ այս ֆոնից սկսվեց լուրջ նորից, կարելի ասել, երկրորդ փուլը
հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Սրանք ուղիղ կապ ունեն։ Կարինե ջան, տեսեք։ Կաթողիկոսի մասնակցությամբ արցախահայերի Ես չգիտեմ երեխան ինչի հետ կապ ունի, մեկ։ Երկրորդը մենք չենք հետևում որևիցե մեկի երեխան ունի զավակ, թե չունի զավակ կաթողիկոսը։ Եվ մենք չենք հետևում նման բաներին, եւ ես հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանական շրջանակները փորձում են ամեն ինչ բան գտնել, բացատրություն գտնել, այդ Facebook-ում տարբեր բաներ գրել եւ փորձում են այսօր վարչապետը շատ ճիշտ նկատեց, որ փորձում են, երբ որ արդեն ապացուցված գրեթե փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, իրանք փորձում են մնացածին էլ կաշառակեր սարքեն, որ որևիցե ձևով չտարբերվեն եւ փորձում են այդպես բան ստեղծել։ Նման բան չկա, չի կարող լինել եւ դա Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մարդկանց զառանցանքն է, որին ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ, էլի։ Ասում են Ալբանիայում արիերի հետախուզակցության ժամանակ է պայմանավորվածություն եղել նաև Արցախի հետ կապված։ Այդ ասողները սեղանի տակ են եղել։ Այդ տեղեկությունները տարածողը սեղանի տակ են եղել ուրեմն։ Գնացեք իրենց հարցը։ Ասում եմ, որ այդ մարդիկ, ովքեր որ փորձում են նման բան ասել, սեղանի տակ են եղել, եւ միայն այդ դեպքում կարող են նման բան ասել։ Ղարաբաղի Հայաստանում որևիցե Ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է անվանել ինչ որ կառույց, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել, հակառակ պարագայում ես վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դա պետություն է եւ պետության մեջ այլ որևիցե կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևիցե մեկի կողմից եւ չի կարող։ Պարոն Սիմոնյան, արդյոք իշխանություններն ոչ մենք կրված ենք իրար հետ։ Բայց արդյոք տեղավորվում է։ Լուրջ ընդունեցիր, գնացիր, կտաս, սպասի։ Լսում եմ, չեմ գնում ստեղ եմ լսում։ Սպասում եմ ավարտեք։ Արդյոք իշխանությունները սարսափած են վերջին հարցումների տվյալից, որտեղ եկեղեցին համեմատ բարձր վարկանիշ ունի շուրջ 71%, իսկ իշխանությունը հակառակ թվերը 17% եւ դրա հետ կապված արդեն այս դիվերսիան սկսել է։ Այսինքն ընդունում ենք, որ եկեղեցին քաղաքական կառույց է եւ քաղաքական իշխանությունը պետք է այլ քաղաքական կառույցից սարսափի մեջ ունի։ Ժողովուրդ, եկեղեցին ինձ որ հարցնեն, ինձ էլ որ այդ հարցումին հարցնեն, ես մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահում եմ մեր եկեղեցուն եւ չեմ վստահում օրինակ այլ եկեղեցու բանին։ Հարցումը լավ, ուզում հասկանամ գրագետ մարդկանց քանակը տենց կտրուկ իջել է Հայաստանի Հանրապետությունում, որ ինչ որ մարդիկ փորձում են տենց համեմատականներ անել։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չի։ Այդ ձեր ասածը հենց լեզվա մտածելակերպ է։ Այսինքն դուք համարում եք, որ ինքը կարող քաղաքական Չէ, ուղղակի դուք հանրային այդ բանը կարող չեք հաշտ չեք, որ կամ կառույց, որ ձեզնից ավելի չի կարող, որտեվ այդ եկեղեցու հետևորդը ես եմ եւ քաղաքացիական պայմանագրի ընտրողը եւ չգիտեմ մնացած կուսակցությունների ընտրողները նույնպես հայ առաքելական եկեղեցին համարում են ամենակարևոր կառույցը, բայց նույնպես եմ ասում հայ առաքելական եկեղեցին եւ անհատները դրանք տարբեր Լյուդովիկոս 14-ը չի պետությունը դա ես եմ կամ եկեղեցին դա ես եմ։ Ժողովուրդ այդ մարդիկ կամ այդ մարդկանց մեջ կան մարդիկ նորից եմ ասում մոռացել են իրանք ծառաները, այդ եկեղեցականները, ում մասի որ խոսում ենք, դեռանուն չեք։ Դե հիմա ուզում եք անունները տամ, այդ սաղ ես անեմ։ Չէ, թող անունները բոլորը գիտեք։ Դուք եք մտել մարդկանց ննջարան։ Բոլորը, ես որևիցե մեկի ննջարան չեմ մտել, որևիցե մեկի ննջարան չեմ մտել։ Հոգևոր կառույցի մասին ենք խոսում եւ կառույցի մասին, որտեղ որ կոնկրետ կանոններ գոյություն ունեն եւ այդ կանոնները խախտվել են։ Որևիցե մեկի ննջարան չի մտել եւ իրավունք չունի։ Պարոն Սիմոնյան, հանրային տեսանկյունից դիտարկենք այս ուրիշ թեմա կա։ Դա եմ ասում։ Մենք տեսեք անվտանգային թեմաներ ունենք, տնտեսական թեմաներ ունենք, չնայած վարչապետն ասում է 50%-ը։ Այո, լավական, բայց այդպես չի պատկերը։ Հիմա այդ թեմաները թողած, այսինքն իշխանության ամբողջ զբաղմունքը այս հարցն է։ Ինչու՞ ասես, որ իշխանության ամբողջ զբաղմունքը դա։ Ամեն օր գրառումներ։ Ձեզ թվում է ամեն րոպե 3։ Այո։ Ձեզ թվում է տենց ասենք այդ հարցով կամ այն հարցով իրավ բան չէ։ Ով այսօր ինչ ասես քննարկումը, բարև ձեզ։ Ով ասես այսօր ինչ ասես քննարկումը, դաշտը բաց է եւ ազատաբար յուրաքանչյուր մարդ քննարկել ինչ ուզում է։
Այսինքն ավելի առաջնային Այսինքն դες ծոմա տենց մենք բոլոր գործերը դրանից տուժում է եւ դրանից հետո էլ արդեն այնքան հուզված ենք լինում էլ որ օրակարգ բերեք անվտանգային հարցեր մենք անվտանգային հարցեր օրակարգ բերեք դուք արեք դա այսինքն եթե տեսեք մենք օրակարգ ենք ստեղծում բայց դուք գալիս եք եւ օրակարգ եք դաշնում այն որը որ այսօր խոսածվում է Ուրեմն երկրում բազմաթիվ բաներ է փոխվում, օրենքներ է ընդունվում, 550 օրենք ենք անցյալ տարի ընդունվել։ Քանի անգամ եմ ես եկել ստեղ, դուք ինձ հարց եք տվել օրենքի մասին։ Հələ հիշացրեք։ Հետո ասում եք օրակարգը։ Հիմա ես որպես падգամավոր օրենք ընդունելուց բացի, օրենքի մասին կապված օրենքն ինչ է։ Եղավ։ Հիմա ասենք 550 օրենքից բան է կար, էլի այն բանը, որը որ տեն շատ քննարկում է, գալիս եք դրա մասին եք խոսում։ Հիմա հարությանը սա է բանանում, պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատվում է դրանց շուրջ, շուտով նորություններ կլինեն, շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, որը որ շուտով նորություն կլինի շատ հետաքրքիր, չասեցի լավ, ասում եմ շուտով կլինի նորություն հետաքրքիր, տեղեկություն կլինի, կարծում եմ որոշ ժամանակ անց ենթադրում եմ որ մյուս ամիս վարչապետը նաև ասուլիսով հանդես կգա, դուք հնարավորություն կունենաք օրակարգային ռեալ հարցերից խոսալ, այլ ոչ թե խոհանոցային, այլ ոչ թե բամբասանքային, եւ օրակարգը ձևավորեք։ Ես 20 րոպե աստեղ կանցած դուք ավելի լավ եք հիմա ապրում։ Փաշինյանն ասում է հանրության 50% հիմա ավելի լավ է ապրում։ Դրա մասին նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը նախ եւ առաջ դրա մասին խոսում են թվերը։ Ակնհայտ է, որ տնտեսական ազատությունները այսօր միանշանակ շատ ավելի մեծ են, մենք դրա մասին խոսացել ենք։ Այսօր բանա միանշանակ է, որ մեր տնտեսվարողները չեն վազվզում եւ հավելավճարներ չեն տալի հարկայինների պետերին, կաշառքներ չեն տալիս, ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ, իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում եւ այլն։ Այո, երբ որ տնտեսապես դու ազատ ես, երբ որ դու տնտեսապես ազատ ես, երբ որ հարկայինը քեզ չի, ես բոլորի հարցին պատասխանել եմ։ Երբ որ դու ազատ ես, եւ քո տնտեսական գործունեության մեջ ոչ մեկ փայ չի մտնում, իսկ այսօր ոչ մեկ փայ չի մտնում, չէ՞, թե չեկեք, այսօր ընկել եք 66000 դրամանոց բան։ Յա, ո՞նց է մտնում առաջ։